Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևան այցելության վերջին կանգառում Ամերիկայի փոխնախագահը հաստատեց Ալիևի հետ հանդիպմանը նրա գլխավորած պատվիրակությունն առաջ կբերի հայ գերիների հարցը։ Վենսը տեղեկությունը փոխանցեց ու կառավարական օդանավ բարձրացավ դեպի Բաքու ուղղություն վերցնելով։ Ալիևի հետ հանդիպման մասին լուրերը Երևան հասան ժամեր չանցած։ Վենսը Բաքվում միանգամից հիշատակել է Սյունիքի ամերիկյան ճանապարհը։ Ասել է, կարծում է, թե առաջիններից է, ով թռչել է Թրամփի անվան խաղաղության ու բարգավաճման երթուղով։ Մինչև այս Ադրբեջանն Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրեց։ Երկկողմ հարաբերություններին ինստիտուցիոնալ տեսք հաղորդեցին, հստակեցրին համագործակցության շրջանակը։ Ըստ Ալիևի, սա քրտնաջան աշխատանքի արդյունք է, իսկ Վենսի խոսքը դարձյալ հայ-ադրբեջանական խաղաղության մասին է, ուզում են այն վերջնական հաստատող փաստաթուղթը կայուն լինի։ Թրամփը, Փաշինյանը եւ Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Երևանում միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ հայտարարություն, Բաքվում ռազմավարական գործակցության խարտիա։ Նահանգներից ինչ բերեց իր հետ տարածաշրջան Թրամփի տեղակալը։ Մասնագետների խոսքով ակնհայտ է, Հարավկովկասում ամերիկյան թեկուզ մինիմալ նախապատվությունը Ադրբեջանի վրա կանգ առավ։ Չափազանց կարևոր է դրա կատարողականն է եւ պետությունը ինչպես է կարողանում դա կապիտալիզացնել։ Եթե հիպոթետիկ Հայաստանը մի քանի անգամ ավելի դոմինանտ փաստաթուղթ ստորագրեր Միացյալ Նահանգների հետ, նորից կարևոր է լինելու դրա կատարողականը եւ կապիտալիզացիան տվյալ փաստաթղթի։ Այստեղ էլ ասել է, թե հակառակ կողմից իշխանականները սովորաբար հիշեցնում են, որ Հայաստանը եւս Ամերիկայի ռազմավարական գործընկերներից է, ավելին դեռ նախորդ տարեսկզբից։ Հիշեցնում են Սպիտակ տնից հեռացող Բայդենի վարչակազմի հետ ստորագրած փաստաթուղթը։ Ուրեմն, եթե տարածաշրջանում եւ մենք եւ Ադրբեջանը Ամերիկայի ռազմավարական գործընկերն ենք, բայց քաղաքագետն ասում է, ցանկացած փաստաթղթի ոչ միայն զուտ բովանդակությունն է պետք գնահատել, այսինքն այնինչ գրել են, այլև թե Սպիտակ թղթի սև թանաքը հողի վրա որքան իրական կդառնա։ Հիմա ում շանսերն են ավելի ռեալ, մեր թե Բաքվի։ Բայդենի վարչակազմից հետո անցել է տարուց ավել ժամանակահատված եւ այդ ընթացքում մենք որակյալ փոփոխություն արդյոք տեսնում ենք թե ոչ։ Ընդամենը մեկ մասնավոր ընկերության ներդրման մասին կարող ենք այս պահին խոսել, ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ցավոք սրտի մենք ունենք այդ պրակտիկան, որ Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին բավականին ակտիվորեն կարողանում է ռեալիզացնել իր շահերից բխող ցանկացած պայմանագիր։ Այսուհանդերձ ամերիկյան պաշտպանական համագործակցությունն իր առաջին արդյունքներն ունի, ինչպես հենց Հայաստանի վարչապետը ձևակերպեց, երբ իրեն ու Վենսին Բաղրամյան 26-ում ներկայացնում էին V-Bait հետախուզական անօթաչուները, որոնք $11 միլիոն գնել ենք Ամերիկայից։ Ինչ դիրք կբռնի Ալիևը կանգնելով Երևան-Վաշինգտոն այս փոխգործակցության առջև։ Ռազմական պատմաբանը նշում է, Ալիևը կարող է այսպես ասենք ուրիշ աչքով նայել գործարքին, բայց միևնույն ժամանակ մասնագետը նաև հիշեցնում է, օգոստոսյան գագաթնաժողովին Ամերիկան վերացրեց Ադրբեջանին զենք զինամթերք վաճառելու արգելքը 907 բանաձևը։ Ուրեմն, եթե հիմա մեզ մինչև 20 ԱԹՍ են վաճառում, ապա Բաքվի ռազմատենչ առաջնորդին գուցե մի ամբողջ ամերիկյան զինապահեստ հետաքրքրի։ Ամերիկացիները պատրաստվում են Ադրբեջանի շատ ավելի ծավալուն ռազմական համագործակցություն իրականացնել եւ մինչեւ այժմ էլ որոշ չափով իրականացրել են։ Այնպես որ այն ինչ որ մեզ է տրվում, 10 քանը Ադրբեջանին է տրվել։ Արգելքները բոլոր տեսակի հանված են եւ ամերիկյան կողմից էլ ընդգծված է, որ Ադրբեջանը իրենց համար ռազմավարական գործընկեր է եւ վաճառելու են Ադրբեջանին ռազմական տեխնիկա։ Շատ ավելի մեծ մասշտաբների մասին է խոսքը լինելու, քան այս $11 միլիոն։ Վենսը հայ գերիների մասին Բաքվում խոսել է, պաշտոնապես հաստատել է նրա խոսնակը։ Ինչի համար է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հիմա ադրբեջանական զնդանում։ Նրա որդու մեկնաբանությունը կարճ է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո էլ եկել էր Արցախ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որոնք լքված էին աշխարհի կողմից։ Այժմ վճարում է հենց դրա համար հալածվող փոքրաթիվ բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար։ Ճնշում գործադրել Ալիևի վրա, ազատ արձակելու ապօրինաբար պատանդառած հայերին։ Ամերիկայի փոխնախագահ Վենսի Հայաստան այցելությանն ընդառաջ Դավիթ Վարդանյանի կոչն է ուղղված ամերիկյան վարչակազմին։ Հիշեցնում է հայ-ադրբեջանական նախախաղաղության գագաթնաժողովից առաջ նախագահների առաջնորդ Թրամփն էր խոստացել զբաղվել քրիստոնյա հայերի հարցով, ինչպես հենց ինքն էր ձևակերպել Հայաստանի վարչապետի հետ զրույցում։
Սա եզակի հնարավորություն է աշխարհին կրկին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են։ Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի ուշադրությունը Բաքվում ապօրինաբար կալանված հայ գերիների առայժմ չլուծված խնդրին են հրավիրում նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Նրան մեր երկիր հասցնող ինքնաթիռը նույնիսկ օդ չէր բարձրացել, նամակ հասցրին, նշելով, որ նախագահ Թրամփի դերը եզակի է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, վարչակազմի աջակցությունն անգնահատելի է համարում նաև Ադրբեջանի բանտերում հալածվող հայերի վերադարձը հնարավոր դարձնելու հարցում։ Արձանագրում ենք, որ կա մարդասիրական չլուծված խնդիր, որը համահունչ չէ խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը ինքնին ենթադրում է մարդկային տառապանքների հաշվին առավելություններ ստանալու պրակտիկայի ձեռքազատում, բացառում, նրան մասնակցությամբ, գիտությամբ եւ աջակցությամբ կնքված համաձայնագրում բացակայում է գերիների վերադարձի խնդիրը, ուստի մենք գերիների վերադարձը դիտարկում ենք որպես հասարակությունների միջև վստահության ամրապնդման, վերականգնման առանցքային գործոն, առանց որի չենք կարող վստահելիություն ունենալ խաղաղության խոստումներում։ Փոխնախագահ Վենսը, ով ի դեպ Երևանից Բաքու է գնալու հայ գերիների ազատ արձակման հարցի վերաբերյալ նամակ է ստացել նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսից։ Հովապետ Նանտիրիասից Ջեյ Դի Վենսի անձնական միջամտությունն է հայցել ինչպես այդ, այնպես էլ Արցախի հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության հարցերում։ Հիշյալ նամակի մեջ վեհապար հայրապետը նաև հիշեցնում է, որ միջազգային օրենքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակման եւ թե հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության կարեւորությունը։ Բազմաթիվ նամակներ, կոչեր, ուղերձներ աշխարհի տարբեր կողմերից։ Իրականում ինչ ակնկալիք կարող ենք ունենալ Թրամփի տեղակալից Բաքվում ապօրինաբար կալանված հայերի խնդրի լուծման վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ալիևի դատարանն անցած օրերին կարեց մերոնց դատավճիռները, հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության համար սահմանելով խստագույն պատժաչափեր 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միջազգային դատարաններում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ասում է. Պահանջն առաջնահերթ ադրբեջանական իշխանության հետ երկխոսությունում է, այս հարցը օրակարգային դարձնելն է։ Մեր պահանջը բոլորի վերադարձն է, սակայն եթե վերադարձը լինելու է փուլային տարբերակով, մենք հասկանում ենք, որ առաջնահերթություն տրվելու է հենց քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին, որից հետո նոր կքննարկվի ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը, նրանք ունեն առանձնահատկություն եւ հատկապես թիրախավորված են ազգերի ինքնորոշման իրավունքը իրացնելու եւ իրավաչափ գործունեություն իրականացնելու համար այստեղ նաև վրեժխնդրության տարեկան։ Մասնագետներն ասում են բարձրաստիճան պաշտոնյաների յուրաքանչյուր այցելություն տարածաշրջան լռության կամ միջամտության միջև ընտրության հարց է առաջ բերում, բայց դրա գինը Բաքվի բանտերում օրեցօր չափում են մարդկային ճակատագրերով։ 86 կողմ 0 դեմ 5 ձեռնպա ազգային ժողովը ընդունել է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան Հայաստանի քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակի մասին օրենքի նախագիծը։ Այսուհետ Հայաստանի Հանրապետությունում տղաները մինչև զորակոչի տարիքի հասնելը կարող են լքել երկիրը, խուսափել զինվորական ծառայությունից ու դրա համար չենթարկվել քրեական պատասխանատվության։ Օրենքը վերաբերում է 27-ից 37 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Փոփոխություններով նախատեսվում է 5 տարբերակ՝ ծառայել 24 ամիս, ծառայել 1 տարի 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, վճարել 15 միլիոն դրամ եւ չանցնել զինվորական ծառայության։ Քվեարկություն։ Կողմ 50-86 դեմ 0 ձեռնպահ 5։ Որոշ քաղաքացիներ ազատվում են չծառայելու համար քրեական պատասխանատվությունից, մյուսները ծառայության համար պատվովճար են ստանում։ Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիրը կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում
25 միլիոն դրամ։ Ռազմական ակադեմիան ավարտած սպաների աշխատավարձն էլ տատանվում է 620,000-ից մինչև 750,000 դրամի սահմաններում։ Բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ անգամ, որ այս 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, նրանց աշխատավարձը ավելի բարձրանալու հնարավորություն կունենա ընդհանուր մինչև 820,000-ի։ Բայց սրանք կարող են հաճախ լինել մասնավոր դեպքեր, որովհետև վերաբերելի կարող են լինել միայն այդ մարդկանց, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն եւ համընկնում են իմ նշված պայմաններին։ Ազգային ժողովի օրակարգային մյուս հարցով էլ որոշվեց 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաև բացօթյա եւ շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն, առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք 100-ից 150,000 դրամի չափով։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ առաջարկում է նոր կարգավորումներ սահմանել, այդ թվում սանկցիաներ կիրառել այն օտարերկրյա հեռուստահաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նոր փոփոխություններով նույն պահանջները վերաբերում են ինչպես մուլտիպլեքսի, այնպես էլ կաբելային հեռուստաընկերություններին։ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել 5%-ից ավելի տեմպերով։ Այս մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի զեկույցում։ Պետական պարտքն էլ նվազել է 2020 թվականի ՀՆԱ-ի 67%-ից մինչև 2025 թվականի ՀՆԱ-ի 51%։ Թրիփ նախագծի իրականացման դեպքում ինչպես է գործելու մաքսային ծառայությունը, կիրառվելու է այն օրինակ ադրբեջանական բեռների Հայաստան մուտքու ելքի դեպքում։ Պետնախագահը հայտնել է, թե նախատեսվում է առաջիկայում մոնիտորինգային կենտրոն ստեղծել, որը ցամաքային կետերում միանալու է ռենտգեն համակարգերի։ Այդ համակարգերի միջոցով հնարավոր կլինի հեռավար տարբերակով վերլուծել մաքսային սահմանով անցնող բեռները։ Համակարգը վերլուծողի կամ արհեստական բանականության միջոցով կընտրի թիրախները, թե ինչ պետք է զննել, ՊԵԿ-ի կողմից խնդիրներ հայտնաբերելու դեպքում կլինի ֆիզիկական միջամտություն։ Այսինքն այս front office, back office ասվածը նաև այս տրամաբանությունը ունի։ Կամ մեկ ուրիշ դա ինչ է նշանակում, որ դու back office-ային աշխատանք ես անում, ռիսկերը թիրախավորում ես, նոր հետո քո այդ front office-ի տեսուչը կամ աշխատակիցը դուրս է գալիս համապատասխան վայր եւ անում է զննում կամ այլ գործառույթներ։ Եվ այդ ռիսկերի համակարգն էլ back office-ային տրամաբանության մեջ է աշխատում։ Այսինքն, եթե այդ ռիսկերի համակարգը թիրախավորեց եւ ասեց, որ օրինակ այստեղ կարմիր ռիսկ կա, պետք է զննում իրականացվի եւ ավելի խորը նայվի, այդ ցուցումը տալիս է համապատասխան աշխատակիցը գործում է։ Հրդեհի վաղ ազդարարման ինքնաշխատ համակարգերի բացակայություն եւ հրդեհաշիջման համակարգերի բացակայություն։ Սրանք տարբեր օբյեկտներում հրդեհային անվտանգության ոլորտում ամենահաճախ արձանագրվող խախտումներն են։ 2025-ին քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 1610 ստուգում է իրականացրել եւ արդյունքում կազմվել է 7000-ից ավելի վարչական ակտ։ Դրանց մեծ մասով կան դրական արդյունքներ։ Մասնավորապես օրինակ խոշոր առևտրի օբյեկտներում հայտնաբերված խախտումների 90%-ը վերացվել է։ 2025-ին 70 գազա եւ բենզալցակայանների գործունեություն է կասեցվել։ Ընդհանուր առմամբ նախորդ 1 տարվա ընթացքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 1200 օբյեկտի նկատմամբ նման որոշում է կայացվել։ 2025 թվականի ընթացքում շուրջ 14 տեխնիկական զննության կայանի լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացվել լիազոր մարմնին, որից 10-ը բավարարվել է եւ այդ տեխնիկական զննության կայանների գործունեությունը լիցենզիան կասեցվել է, մնացած մասով վարույթները այս պահին լիազոր մարմնում գտնվում են ընթացքի մեջ։ Firebird ընկերությունը, որը տեղակայված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ստացել է թույլտվություն Հայաստանին մատակարարելու 41000 Nvidia GB300 գրաֆիկական պրոցեսոր իր արհեստական բանականության գերհամակարգչային նախագծի երկրորդ փուլի համար։ Այս նախագիծը, որի արժեքը $4 միլիարդ է, Հայաստանը կդարձնի արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրների շարքում, կստեղծի նոր աշխատատեղեր եւ թույլ կտա իրականացնել հետազոտություններ ռոբոտաշինության, կենսաբանական գիտությունների եւ
գեղարվեստական բանականության նորարարական հավելվածների ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ընդգծել են, որ նախագիծը ամրապնդում է հայ-ամերիկյան համատեղ երկարաժամկետ գործակցությունը տեխնոլոգիական ոլորտում։ Փետրվարի 10-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Ալագյազ Ջամշլու ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու VAZ-21015-ը։ Մեկ հոգի տեղում մահացել է, երկու վիրավորներից մեկը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, մյուսը Ծաղկահովիտ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, Փրկարար ծառայության Արագածի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Ըստ տեղեկությունների մահացածը վարորդներից մեկի մայրն է։ Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում 62-ամյա Ավետիսը Kia Forte-ով Պտղունք գյուղում դուրս է եկել երթևեկելի հատվածից, անցել մայթով ու կիսակողաշրջված հայտնվել հողաթմբի մոտ։ Վարորդին եւ եւս երկու հոգու քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, հետո Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ վարորդին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է։ Ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Ժամանել են Փրկարար ծառայության Վաղաշապատի շրջփրկարարական ջոկատի ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ըստ տեղեկությունների վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, նա հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները նրա թոռնիկներն են։ Սեփական տների մոտից այս հատվածից առաջ է ընթացել, անցել բաժանարար գոտու վրայով եւ հայտնվել բնակչի հողամասի այս հատվածում կիսակողաշրջված վիճակում։ Փետրվարի 10-ին նաև մահվան ելքով հրահերթ է տեղի ունեցել։ Արարատի մարզում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում 61-ամյա Սեմյոնը ման բեռնատարով վրահերթի ենթարկել 80-ամյա հետիոտնի։ Վարորդը փախուստիչի դիմել է հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Փետրվարի 9-ին Մաստարագյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi-ն, Suzuki-ն, Toyota-ն, Ford Transit ու VAZ-2107-ը։ Ժամանել են Փրկարար ծառայության Թալինի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Հավաքված վարորդների խոսքով ճանապարհին մերկասառույց է եղել, սակայն նկարահանման ժամանակ այն արդեն հալվել էր։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փետրվարի 9-ին Արտաշատ քաղաքի մուտքի մոտ 34-ամյա Անդրանիկը Hyundai-ով բախվել է 28-ամյա Կարենի թույլատրելի հատվածում կայանած Opel-ին, 41-ամյա Գարիկի Ford-ին եւ 35-ամյա Անդրանիկի Opel-ին, ինչի հետևանքով վերջինի վարորդը վրահերթի է ենթարկվել, իսկ Opel-ներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է ձորում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Արտաշատի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում Գյումրի քաղաքի Մանդալյան փողոցի 2-րդ տանը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, հետո Փրկարար ծառայության Գյումրու թիվ 1 հրշեջփրկարարական ջոկատի փրկարարները։ Տուժածներ չկան։ Զովունի Եղվարդ տանող ճանապարհը հատվածին այնքան փոս կա, Եվ Եղվարդի խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող հատվածում հսկայական փոսեր են։ Եթե նախկինում այդ հատվածը վարորդները հաղթահարում էին մի քանի րոպեում, հիմա 40 րոպեից 1 ժամ է պահանջվում, որպեսզի շրջանցեն այդ փոսերը։ Տասնյակ մեքենաներ են վնասվում այստեղ։ Զայրացած վարորդները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում։ Խորությամբ տարբեր երկարությամբ, լայնությամբ փոսեր են ու ամբողջ ավտոմեքենաները կոտրվում են, իսկ հետո վարորդներից պահանջում են, թե կատարեք գույքահարկ, վճարում,